Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառմամբ ապրիլի 14-ին կառավարության որոշմամբ ընդլայնվեց սպառված գազի և էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը։ Այսպիսով այս միջոցառման շահառու են հանդիսանալու գազ և էլեկտրաէներգիա սպառող այն բաժանորդները, որոնց կոմունալ վճարումները փետրվարին բնական գազի սպառման գծով կազմել են 10,001-ից 30,000 դրամ, իսկ էլեկտրաէներգիայինը 5,001-ից 10,000 դրամ։ Աջակցությունը տրամադրվելու է 30%-ի չափով։ Գազպրոմ Արմենիա ընկերության Թումանյանի տարածքային տեղամասի պետի տեղակալ Արթուր Իսրայելյանի խոսքով իրենց բաժանորդների գրեթե 75%-ն այս ծրագրի շահառու կդառնա, բայց նրանց 90%-ից ավելին մինչև կառավարության այս որոշումն արդեն կատարել են փետրվարին ծախսած գազի վճարումը։ Այսինքն այս բաժանորդներն արդեն մարտին ծախսած գազի համար 30%-ի չափով պակաս գումար կվճարեն։ Կառավարության որոշումը քանի տոկոս կնստի, եթե մարդը մուտել է իր գումարը փետրվար ամսվա, կնստի արդեն կրեդիտով, այսինքն ավել գումար կունենա մյուս ամիսներին օգտագործելու համար, եթե չի մուտել, կփակվի այդ գումարը, ինչքան պարկ կմնա, արդեն բնածի չնրանով կգործում։ Իսկ կառավարության 11-րդ միջոցառմամբ գազի և էլեկտրաէներգիայի ծախսի 50%-ի չափով փոխհատուցում կստանան այն բաժանորդները, որոնք փետրվարին օգտագործել են մինչև 10,000 դրամի գազ և մինչև 5,000 դրամի էլեկտրաէներգիա։ Լուսինե Փարսադանյան, Արման Տիտանյան, լուրեր։